105.1 Mike FM. We rock in different languages. .105.1 Mike FM. Բարի լույս սիրելի ունկնդիրներ եւ բարի եկած եք Հայգետրոնի ցայն ռադիո հայդակրին 105.1 Mike FM ալիքով կամ mikefm.ca գայքեչով այս բայցար արավոտյան անգամ եւս ցեզի հետեն Զավենդեր Սահակյան Արեքուշյան եւ սիրելի ունկնդիրներ ունենք հadoop հյուրը այսօր նորեն կապված ենք Հայաստան այս արավոտ եւ ինչպես ասած մեր ընկերական ցանցի էջերուն վրա մեր այսօրվան զրուցակից հյուրն է դաղանտավոր երդասարդ երգիչ Հակոբ Մկրտիչյանը Հակոբ մեր գոմեն ցեզի բարի լույս եւ բարի գեսոր գնանք բարի լույս բարև Զավեն բարև Արեք լավ ես Հակոբ լավ մերսի ինչպես եք դուք Բավական լավ, կարծեմ երկու շաբաթը կփորձենք որ իրար հետ միանալ եւ վերջապես հանիտ եղավ։ Սիրելի ունկնդիրներ, բաժաները մեկը որ Հակոբին հետ այս արավոտ բիդի զրուցենք նախ մոդեն զամոթանանք ասվելչին դարներուն ընթացքին ով է աս երկիչը որ յուրահատուկ ցևով մեզի երկեր գհրամցնե եւ բավական արդարություններ կնե եւ առաջին անգամ լալով Մոնտրեալի մեջ պիտի արիթոյանանք իրեն վայելելու եկող ուտպատ երեգոյան մայիս 29-ին Շատո Ռոյալ ջաշասրահներն ինչպես մի քանի անգամ մեր նախորդող հայդակիրներուն ընթացքին փոխանցած էինք ցեզ եւ դեսնենք ով է Հակոբ Մկրտիչյանը այդպես չէ Okay զանոթանանք ես ալիչեմ Ես լավ բան է Հակոբ կարծեմ կորձեր ինչպես են Հայաստան լավ է ընթացքը մանավանդ քո ասպարեզի մեջ լավ պարկասու ես արդեն 5 տարի Հայաստան եմ 2021-ին եկա ոս ռեստորան բացի մանդալոն ռեստորան դու հիմնական հոնգերք եմ ունիմ դարբեր կորձեր ալ այսինքն ոչ թե միան երկով կսպառում այլ դարբեր ռեստորանային կորձերու մեջ եմ պարկասու լավ է ամառնալ հարսանիքներ բավական ճամփորդություններ եւ այլն Ուրեմն բավական սպառած ես եւ մենք քեզավդի կսպառցնենք որ ասում քեզ կսպառցնենք որ շատ ուրախ եմ ասամեն մասին մի դիանտրատանանք ինչպես միշտ լսելու ընկերներ Հակոբ արեք բայց պետք է սկսենք մեր հայդակիրը ինչպես մեր ջոֆ երկացաներով անշուշտ սերի ունկնդիրներ Հակոբին երկերը ասկեզարած սպրազենք եւ այսօրվա հայդակրի ընթացքին ալ պիտի սպրենք նախքան մեր երկացանգին անցել Հակոբ առաջին երկը պիտի արիտ դանք որ թուն որոշես թե ինչ երկով սկսենք մեր այսօրվան հայդակիրը եւ հրամցնենք մեր ունկնդիրներուն Եկեք բանով սկսենք Հոյնազան երկով պատճառնալա դե որ Հոյնազանով ես շատ ավելի ասենք անունս տարածվեցավ 2018-ին էր կարծեմ Հոյնազանարին է բավական սպիրկի մեջ այդ երկը տարածվեցավ սիրվեցավ գտնանք Հոյնազանով սկսել Ջուջե եւ գատաբենդին հետ էր այցանակրեցի այո լավ սիրելի ունկնդիրներ գուսանք որ լավ շաբաթ անցուցիկ եւ անգամ եւս միասին գտնվենք սկսելու համար մեր շաբաթավերջը Ուրեմն մնացեք մեզ հետ Հակոբին առաջարկով սկսենք մեր հայդակիրը Հոյնազան երկով կնտաբենդի եւ Հակոբ Մկրտիչյանի մեկնաբանությամբ Հոյնազանի մի արը Յարի սունը մեր տանոտ է Համպյուրները շատ կացել է Շուշիգը մուշիգի մանուշիգը Համով խորովիկ Յարի սունը մեր տանոտ է Համպյուրները շատ կացել է Շուշիգ մուշիգի մանուշիգը
նուշի համով հողով խորովի Համով հողով խորովի օրորալով երթագուքա մեր բանդեսի ճամփի վրա շուշիկ նուշիկ իմանուշիկ համով խորովի Mike FM. Այգետրոնի ցան ռադիո հայտակիրը գտնակ ունտրել ուղիղ ամեն շաբաթ եւ գիրագի առավոտյան ժամը 7:09 105.1 Mike FM ալիքով Նաև միանալով mikefm.ca գայքեչին եւ կամ որևէ բջջային հեռացայինի ծրագրայինով։ Հետևեցեք մեր ընկերական էջերը Facebook, Instagram and YouTube։ Մեր հայտակիրները կգտնան գտնել Spotify եւ Apple Podcasts հարթակներում վրա։ Դեպերատարնան մեր հայդակրին սիրելի ունգընտիրներ, եթե նոր միացած եք, անգամ եւս ծեր բոլորին բարի լույս եւ հիշեցնեմ այսօրվան մեր զրուցակից հյուրն է Հայաստանեն երկիչ Հակոբ Նորիրիչյան։ Հակոբ քիչ առաջ մեր բացման հատվածի մեջ ասիր, որ 5 տարի արդեն տեղափոխված ես Հայաստան եւ մշտական ընտանիքով հոնդեղը բնակչություն հաստատած ես կենթադրում։ Այո։ Եվ երկի ասպարեզը ինչպես է սկսավ, սկսնական շրջաններդ։ Սկսնական շրջաններս սկսան երգչախումբի միջոցով Մեսրոպ Մաշոց երգչախումբի անդամ էի, Ալեփ, ատկետ Սամոս երգչախումբի անդամ էի եւ հոսպիտի նշեմ, որ Դիգինքայինե Սիմոնյանը, որ մեր մայստրան էր, ինքը շատ մեծ թեր խաղացավ ինձանս մշակելու մանավանդ Սամոս երգչախումբի մեջ մենք Եկմալյան եւ Գոմիդասյան բատարակ կերկեինք։ Երեցական երգչախումբեր դրաստաս էր ասամնը Հակոբ։ Կրնամ ասել այո մեծ մասամբ հոգևոր երգեր էին, բայց ինչու գետին վրա շեշտեցի, որովհետեւ Եկմալյան Գոմիդասյան բադարակ երկելը ինքը շատ մեծ դեր ունի ցայնի մշակման մեջ, զարգացման մեջ եւ ճիշտ երկեցողության մեջ։ Ադոր գբարտին Դիգինքայինային, որ մեծ դեր խաղացավ ցայնիս մշակման մեջ։ Քանի տարի Տբրաստասի մեջ երկած ես Սուրիա։ Ինքը Սամոսը Տբրաստաս չէր, ինքը երկշախումբ էր։ Okay։ Պերիոդեմի գբատկաներ 3 կամ 4 տարի երկեցինք։ Ընդհանրապես երկիչներուն հետ որ մեծամասնությամբ զրույց վարած ենք մեծամասնությունը իրենց սկսնական շրջանը այսպեսի երկչախումբի կամ համասկան երկչախումբեն մեջ են սկսած են իրենց սկսնական շրջաններ կամ շատերը անշուշտ եկեղեցու Տբրաստասերում մեջ եւ անշուշտ օրեսիր Եկմալյան Գոմիդասյան երկեր դասավանդված եք համասկային եւ գազեմ եկեղեցին շատ մեծ դեր ունենա երկիչներու մշակումի մեջ արտադրության մեջ։ Դա արդեն Սամոս երգչախումբեն իդ համասկայինի big band-ի մեներքի եղած է մի քանի տարի, բայց ժողովրդական երկերով անշուշտ հերթական ամեն տարի ելույթ ունեինք եւ այդպես երբ սկսար առանցինը սլամար որ ես կուզեմ որ երկիչ լալ երբ որոշեցիր այդ մեկը Գիտես ավեն ինքը ընթացք է մանկութենս գսիրեի երկել գսիրեի փեմը գտիդեի հետաքրքիր էր ինձ այդ լույսերը փեմը երկիչի իրավիճակը ընթացքին արդեն երբ որ երգչախումբերում մասնակցեցա
հոն արդեն ավելի աջեցավ մեջս, որ that's it, այսինքն ես ասեմ, ես իմ ինքնությունս, էությունս ասե, safe zone-ից մեջ որ փեմելես միկրոֆոնը առնես երկելու սկսես արդեն տունկու դաղանք փոխանցես որ ու հանկստության մեջ ես, չէ։ Այո։ Երկիշները գամուր քեզին է շնչածը։ Այո, մանկուտենս սիրահար եղել եմ Հարութ Պամպչյանին եւ իրեն արվեստը շատ սիրած եմ, որովհետեւ ինքը երկիչ է, լալեպացի ինձ դպավորած է ոչ թե իր ցայնը, իրեն իր մտածելակերպը ինքը ինչպես կմշակեր, ինքը ինչպես կմտածեր, ինչպես երգերը կընտրեր, ինքը շատ մեծ երաժիշտ է, ինքը մորցիր, ինքը շատ լավ երգիչ է, ինքը շատ զգացական մարդ է, իրեն զգացական լալը իմ վրա շատ աստեղ է, ավելի քան իր ցայնը կամ իր երգերը կամ իր երգեցողությունը, այդպես Ռուբեն Մատեոսյան շատ մտիկ կնայի, շատ սիրահար էի, հատկետ ավելի երդասարդ երկիշներ, որ այդ ադեն 2006-7 Արման Հովանեսյան նորեն շատ մեծ, շատ դաղանթավոր երկիչ է, շատ վարպետ երկիչ է, այդպես ընթացքին արդեն ուրիշ երկիչներ, տարբեր ոճի երկիչներով աստված եմ։ Գաբունից հիմա քանի որ Հայաստանից Արման Հովանեսյանը այս երկիչներն հետ բանից այսինքն ամենուն հետ չէ, կան երկիչներ, որ իրենց հետ Գաբունիմ ծանոթացել եմ ելույթներու միջոցով, իրար հետ ելույթներ ունեցել ենք, օրինակ Նունեին հետ ելույթ ունեցել եմ, Հարութ Պամպչյանի հետ երկած եմ, Հալեբ, Սուրիա, Ռազմիկին հետ, Ռուբեն Սասունցին հետ, Քարնիկ Սարգսյանի հետ, Ներսի Սպիրյան, այսինքն բոլորին ծանոթ ենք, բայց որպես ընկեր չեմ գնալ ասել որ ընկերներ ենք, բայց համակորձակցություններ են տարաբես, չէ։ Այո, եղել եմ վերջինը Թաթայի հետ համերգ ունեցանք, Լիբանան, այդպես։ Քիչ կարա չեսիր Հարութ Պամպուկյան, ես Հարութ Պամպուկյանի տախնիկ միջի ասեմ, մեր ընկերներն գիտեն, Արեգ Նամանավանդ իզի քաշքշի ադմներ, որ ինքը երկացանգերը գորոշև, Հարութին երկերը շատ բան չներ ինձ քաշքշելու համար։ Այդպես չէ, Արեգ։ Այո։ Զավենի huge fan of Հարութ։ Եվ անցյալը Արեգ եւս խոսենք միասին գայցով կբادرաստվենք գազ զրույցն համար բավականին նշмарած ենք ոճը չեմ ասել որ գնտորինակ է ադիգա սխալ մեկնաբանություն միլա բայց Հարութ Պամպուկյան ասիր եւ գիտենք որ Հարութին այդ երկրորդ մեջը Հարութ Պամպուկյանի այդ որակ կլասիկա ոճի մեջ չէ Արեգ Այո էսանս այսինքն չեմ իդեն ներշնչում թերևս ավելի ճիշտ բառեր Ճիշտ է որ ես իրմե արել եմ ոչ թե իր երկեցողությունը կամ իրեն ցայնը կամ այսինքն ես իրեն մոդեցումը իրեն սկացական աշխարհը մասամը արի արել եմ սկացել եմ իր երկերում մեջ որովհետև ինքը շատ լավ մեկնաբանող է շատ իրեն իմ կարծիքովս իրեն պլասը ամենամեծ պլասը իրեն սկացումն է որ ինքը երկերում մեջ կա ինքը փոքր ցայն ունի հատ մեծ ցայնը չունի Հարութը գնամանի շալ ազնավուրին այսինքն այդ շանսոն որ երկեն ինքը այդ իրեն սկացումն է որ գտնակեզի չուզելով չգիտնալով ինչու գսիրես բավական լավ բացատրողական էր ադիգա շատ երկիչներով հանդեպնինը գունենաս որը երկին մեջ են դաբրիշ չէ մանավանդ հայական երկերու պլաստիկությունները որ կան օրինակ համար այս երկը այս ադումը դիկնե Կոսեվաչը եթե որ երկես at Գաբրիս at սիրահարված երկի մեջ չէ դա դպավորությունը դե հա նայես ֆորմելը սածես նորեն գսեմ ինքը ադիգա առաջին դպավորությունը առաջին երկիչեն որ լսած ես նայես ինչ սկացում արել ես at երկեն հիմա հատկե վերջ կրնաս ու ադիգա զարգացնել ու արդեն երբ որ տունալ դերմուկա որ արդեն դարիներ անցունա experience-ը ունենաս տունալ արդեն գրնաս քու հանկիստ զգացումը տնել երկի մեջ առանց խանգարելու երկեցողության որովհետև շատ անգամ զգացումը գրնա խանգարել երկեցողության քեզի ֆալշ տեղեր գտան so զգացումը իմ կարծիքովս ամենակարևոր բանն է զգացական մարդը չի գնար վատ երկեր ընտրել եթե ճիշտ զգացումով մարդը ինքը եթե ամեն ինչի նկատմամբ զգացումով մարդը որ զգայուն է ինքը չի գնար
շատ վատ բաներ արդատրե կոպիտ ասած։ Շատ լավ Հակոբ քիչ առաջ մի քանի երկիչներ ու անուններ նշեցիր համակարգչության համար, որ տեսած ենք նաև YouTube-ի մեր ասենք կոալիկներուց վրա կամ ընկերական ցանցի վրա շատ աշխուժ է գտեսնենք տեղադրումները, տեսայարիցները, ինչ տեսակի հաջողակի ժողովրդավարությունը վիդեով իշահիս։ Նաև ուզենք քիչ անդրադառնալ քո անձնական կորձունքային զրույցներու մասին, բայց նախ Ամենին երթանք պետք է գարջ այդ միջումիմը անցնենք ինչ կսեք ասամեն բավական խոսելիք կա գարձում որ քեզի մեր ունգընտիրներուն եւ քաղուտին վերածանոթացնենք կամ շատերուն առաջան կամ լավ ծանոթացնենք նորեն հիշեցնեմ սերուն ունգընտիրներ Հակոբ Մկրտիչյանը ներկա պիտի գտնվի լավալի մեջ մոնտրոնի մեջ այս եկող ուրբաթ երեկոյան ուր դեղի պիտի ունենա մայիսյան հաղթանակներու ֆուտբոլչանք բանալտես եթե կուզեք ասել in բիդի ջոկացնեմ ես երեն ժողովրդական երկերով եւ անշուշտ ասկային երկերով ասամեն մասին նորեն անդրադառնանք բայց ունենենք գտնի երկեր եւ մեր ծանոթությունները ցեք մեզ կվերջանակ Զավեն ինչ կսես Հարութ Փամբուկյան Քոսե վաչերդ ունգընտրենք Ես Հարութին ոչ պիտի չեմ արեք Հակոբ ինչ կսես Okay Միանշանագայո Լավ Քոսե վաչերը ես պամոչես սիրել ունգընտներ արեկել եւ Հակոբեն եկավ Մնացեք մեզ հետ Աչերով ինձ այնպես ես գերը Ու ժպիտով ինձ կյանք ես ներշրջել Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին Ախի սիրտեր դխրում ու ախոսլավից Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով կյանքիս հույս կտաս Բայց դու անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Անցել են այն օրերը պայծառ ու նայում իմ ճամփին չկա սիրելիս Ծանոթ մարդիկ տեսնում են ու հարցնում Արդյոք այս խենթ տղան ում է որոնում Թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով կյանքիս հույս կտաս Բայց դու անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում 105.1 Mike FM
Գշարնագենք մեր հայդակիրը սիրելի ունգընտիրներ Հակոբ պիտի գաչեսիր որ միայն թե երկարվեստով չես սպաղիր ուրիշ ծրագիրներ ունիս Հայաստանի մեջ գազմ ճաշարանի սեփականատեր ես չէ Այո 5 տարի առաջ որ եկա ասի Մանդալուն ռեստորանը բացինք այնտեղ սեփականատեր եմ 2 տարի առաջ Հյուսիսանի վրա Like Երևանը որ գար արդեն ինքը Like Cafe անունով 10 տարի է ինքը active cafe էր ես արի new branding գրինք Like Երևան իսկ կարծեմ 6 ամիս կամ 7 ամիս առաջ սեպտեմբերին Հայաստանի մեջ շատ մեծ lounge բացինք Aura Lounge Aura House Aura նորեն Սայատնովայի վրա է շատ մեծ lounge է որը եղավ 7 ամիս է արդեն բացել ենք համարյա 7 ամիս եղավ ուրիշ բիզնեսներով գսպաղիմ որովհետև ինձ համար բան չէ իդեալական բանը չէ որ մեկ կորձի վրա վստահիմ գիտեք մեր as երկի բիզնեսը լավ բիզնես է բայց չես կնար գիտնալաբական չես կնար գրահել դեպի ուր գերտասկոր ընտանիք ունիմ եւ այլն ավելի լավ էր որ ես իմ վաստակած գումարներս ինվեստենեի ուրիշ բիզնեսներում եւ պարկասո հաջողակ բիզնեսները Եթե երեքատ բիզնես ունիս սելը որ անի բավական հաջողություն կդաս աճի տպնանք եւ մաղթենք որ այդպես շարունակվի Thank you Ընդհանրապես աս ճաշարներում մեջ գերքես երեքատ Մանդալոնի մեջ այո մույսերում մեջ չէ Գիտեմ որ ոչ հայերեն երկերալ գերքես արաբերեն ընդհանրապես եւ Հիմնական հայերեն է բայց արաբերենա գերքենք անգլերենալ գերքենք մի քանի հատ ֆրանսերեն բայց հիմնական հայերեն է Եվ Հայաստանի մեջ արաբերեն կամ մոդարալեզու երկերը ինչպես գտնունի կամ ճաշարներ կամ հանդիսադես Մենք ընդհանրապես սպյուրքայի վրա աշխատենք որովհետեւ մեր մասան սպյուրքահայերեն այսին ամառը որ գուկան հարսանիքներ որ բավական հարսանիքներ գերքենք ամառը 90% գրնամսել սպյուրքահայերեն որոնք կսիրեն արաբերենալ Ունենք հաջողորդներ հայաստանցի հաջողորդներ ունենք հարսանիքներ ունենք որ միան հայաստանցի են թե հարսը թե պեսան այդ բարակային բարձ է որ ընդհանրապես արաբերեն չէ գիտքեր Բանի ինչպես էր այդ transition-ը Սուրիայից դեպի Հայաստան որ կացիր մանավանդ որ գսես որ 5 տարի առաջ բادرազմեն հետո եւ COVID-ի ադենը որ փոխադրվեցան 2014-ին Լիբանան փոխադրվեցա 7 տարի 2014-ին 2021 Լիբանան մնացի Հոնգերտեի նոյ ռեստորանի մեջ 2021-ին որ Լիբանանի իրավիճակը խառն էր ատկետ կորոնան եղավ այլևս վերջնական որոշեցի որ պետք է տեղափոխվեմ Հայաստան 2021-ի ապրիլին արդեն Հայաստան էինք Դժվարություններ բաներ եղավ քեզ համար բայց ասե միջին արևելքի աս Գյանքի ծևը քիչ թե շատ նույնանման է ասեն Սուրիա, Լիբան, Քուվեյթ կամ Հայաստան բայց որոշ դժվարություններով հանդիպեցար կամ ամեն ինչ բնական էր Հայաստանի մեջ նկատի ունես Այո, կամ փոխադրությունը ասենք, այո։ Չէ, սացիպես գնմանին իրար, քիչ թե շատ, այսինքն այդ Middle East-ի գոմերը, գիտես, մշակույթը քիչ թե շատ անշուշտ գնմանի իրար, այսինքն շատ մեծ դժվարություններ չկրանք, ընդհանրակը շատ ուրախ եմ, որ Հայաստան տեղափոխվեցա։ Ճիշտ որոշում էր։ Շատ ճիշտ որոշում էր, այո։ Քիչ առաջ մի քանի քիչներու անուններ տվեցիր, անոնցը մեկը Քարնիկ Սարգսյանն էր, որ շատ որ երկի մշակումը կատարած է, ասկեց մի քանի տարիներ առաջ Լեռներ հայրենի երկը։ Այո։ Եվ ընդհանրապես Լեռներ հայրենի երկը շատ երկիչներ ռազեն իրենց տարբեր ոճում։ Այս մեկը ինչպես ասեմ, թե դեսայրից վիդեոկլիպը որ դանգած եք Եվ երկեցողությունը բոլորովին տարբեր ցևով գհնջե։ Քարնիկն է ինչպես Իքլեմ թյուրին է աշխատել Քարնիկ Սարգսյանին հետ մանավանդ որ երկը որոշված է եւ համագործակցությունը դեղին է ինչպես եղավ նախ երկը ինչպես որոշվեցավ եւ կարծեմ հերագած ցայնակրված էր այդ դպավորությունը կամ
2014-ին իվեր, որ ես Լիբանան տեղափոխվեցա Սուրիայեն, համարյա ամեն տարի ընկերքարի գուկար եւ բարանտես կունենայինք իրար հետ։ Այսինքն դարբեր կոմիտեներ գազմագերբեին, տարի մեկ անգամ հոնգե ծանոթացանք եւ հոսպիտի նշեմ, որ Կարնիկ Սարգսյանը այնպիսի խոնար հեզ անձնավորություն մնա, որ ինքը իր մեծ անունին հանդերձ ինքը շատ հեզ գտնվեցավ եւ այդ պատճառով ես շատ հանգիստ էի իրեն առաջարկել եւ չես պատկերացնել voice ըրգեսի singer Կարնիկ ինչպես ես կուզեմ որ երբ մանենք միասին հա բագոպ ինչպես ես բան վստահ ընթիր չի գա գիտես ինչքան գսիրեմ քեզ ինչքան գսիրեմ կուցայնդ ինչքան գսիրեմ երկես օթյունդ եւ զարմանալին ադեր սա ուզած երկդ ընդրե ինձ եղերգե անենք Դու որոշեցիր դու երկեցիր singer lerner այրերին սա օքեյ անենք հիմա ինչու դարբեր էր lerner այրերին ճիշտ նկատերես որովհետեւ դորեն գաթա բանդիներդի գաթա այո ես lerner հայրենին ասած իպես դարբեր ոճերով լսերեմ դարբեր arrangement-ներով բայց կուզեի որ lerner հայրենի փարը երաշտյան մեջ սկացվի at lernerու մեծությունը ինչպես պիտի չեմ գնա շատ փարերով փասադրել ինքը երևակայական է ավելի պատկերացու լերան կակաթինես հայկական լեռնաշղթաները թիմացին at ոգին at մեծությունը սկաս ես ճիշտ էի երբ որ ենթադրեցի որ գաթա բանդը գարիկը այսին arrangement-նողը ինքնին պիտի դա ճիշտ իմ երևակայածիս երաշտությունը եւ որ էսի գարիկին հետ խոսեցա որ ասանք պրոջեկտը Կարնիկին հետ էին արխանտավարվեցա սավ Կարնիկ Սարգսյանին հետ են պետք է լուրջ մտածվի եւ ինքնալ նույնպես ինձ իսա եթե lerner հայրենի է ուրեմն պետք է at lernerու at բանը սկա at մեծությունը մենք տանք arrangement-ի մեջ երաշտյան մեջ եւ արդեն եթե ուշիուշով մտիգնես arrangement-ը միան արդեն կսկաս ինքը ինքնին վիդեոկլիպի պես է բանը մյուզիկը նույնիսկ եթե չդիտես ինքը քեզի ուդա սկացում է եւ Կարնիկին գրգեցի շատ հավնեցավ նա շատ սիրեց arrangement-ը եւ ինքը Ամերիկա ցայնակրեց ես Լիբանան չէ ես հոս եկա Հայաստան եկա ցայնակրեցի եւ շատ կուզեին կլիպ նկարել բայց չի հաջողվեցավ ժամանակի առումով չի գրցանք հաջողցնել կլիպ նկարելը կուզեինք այսին լայվ կլիպ նկարել Լիբանանի մեջ չեղավ ադորամար էդիթինգով նկարներով բաներինք նորեն որակավոր է այսինքն նկարիչը դերևս միասին լայք ավելի լավ գլար բայց լավ է որովհետեւ Կարնիկն ալ չունի կլիպ որ այսին ունի գրնալ ստուդիոյի մեջ կամ ասենք համեստ կլիպներ ունի բայց ինքն ալ չունի պրոֆ վիդեոկլիպ նկարած գրնալ ցալեմ կներես ընկեր Կարնիկ կներես ստաբիս որ բայց ինչքանով գիշեմ այդպես է բայց ես մեծ հույս ունիմ որ գգրտնենք աս բանը մեկ անգամ ալ գգրտնենք ուրիշ երկով անշուշտ այս անգամ կլիպով բայց ես Ամերիկա գերտամ կնկարենք անհամբեր կսպասենք կարծում որովհետև ցայները եւ երկծողությունն ալ միասին կացած է համընկնած էր ամեն ինչ համընկնած էր Լավ, արեք առաջ որ դու առաջարկես, ես մի առաջարկեմ։ Մեգուր հիմա lerner հայրենի ունգընտրենք եւ սփրենք մեր ունգընտիրներ ու ինչ կսես։ Այո, ինչի՞ let's go։ Okay, ուրեմն սիրելիներ մնացեք մեզ հետ, կվերադառնանք մեր հաջորդ ընդմիջումեն յետք։ 105.1 Ինչքան կարոտել եմ ցես Սիգավանց լերներ հայոց աշխարի Վասել եմ հոգնել ծեր լանչերում ես Իմ
lerner hayreni Vaselem hokner Selan şerum yes Im lerner hayreni Ցերկակատներից ամբերն են սահել Ինչպես զորնիչնով օդակարների Կուզեի հիմա ցերկարգում լինել Ցես պարվել նորից լերներ հայրենի Կուզեի հիմա Ցերկարգում լինել Ցես պարվել նորից լերներ հայրենի Զամրոտ յալերներ Սիրդս ես թողի Ու ինձ հետ արա բույրը վարդերի Իմ երակներում ուշնեմ այր հողին Իմ լերներ հայրենի Իմ երակներում ուշնեմ այր հողին Իմ լերներ հայրենի Ինչքան կարոտել եմ ձեզ Սիգաբանց լերներ հայոց աշխարի Վասել եմ հոգնել ցելանչերում ես Իմ լերներ հայրենի Վասել եմ հոգնել Ցելանչերում ես Իմ լերներ հայրենի 1051. Դե վերադառնանք մեր հայդակրին սիրելիներ, հավաքայի ծրագրերը ինչ են, ուրիշ համագործակցություններու պատրաստվենք, այսպես Որ album, single, չեմ գիտեր, կամագա Single այո, ալբում չեմ գարձեր սուտ կլա, որովհետև ժամանակս ընդհանրապես չի ներել ինձ։ Բայց single պետք է անեմ, հիմա ծրագիր մը գա։ Ճամփորդություններ ունենք արդեն կար շաբաթ ցերկով ենք եւ հիմա update ստացա almost sold out։ So, ուրեմն ծրեդունքներ, եթե դեր զեք բահովել Իհետնի չգարածն է, now's the time մեհերեկրեց Պայլույս մերետ է մդիկ կինես մեզի և վասկենիտ կադար գազմագրբի չանցնախում պինալ անշուշտ Հագոպ ասկային երկը ու երկնցումիտ մեջը որքան կարևոր դեր գրավ է Ես նոյ 7 տարի երկեր եմ Լիբանան, նոյ ռեստորան Ամիսը 12 անգամ երկեինք, ամեն երկելուս վերջ կեշամ կամ 3 կարոճամ, հապաղան եթե չերկեինք արդեն հաջողություններն ալ չէին երթալ։ Արանք բարս, այդպիսի բադասխանմը արդեն կգարձեմ բավարար է, որ գիտնակ ինչքան կարևոր էր մանավանդ Լիբանանի մեջ։ Շպախտապար հոս at ասկային երկերու at բահանջկը չի գա, դժբախտապար Հայաստանի մեջ։ Բայց Լիբանան ուրիշ բան է, որ Լիբանան
Կարևորը կնկատես, չէ՞ որ իբր երկիչ հրամցնես հանդիսադեսին որը մեկ տեսակի Մեր ամեն ճամփորդություններու, ամեն պարանտեսներու հատիկա ամենակարևոր բանն է, որ վերջում երկենք ասկային երկերը եւ հույսով լանք հավատք եւ հույս։ Քիչ առաջ ասկա բան մնա որ նորեն արեք եւս խոսենք Հիմա նշեցինք, որ համագործակցություններ ադես Հովսեփ Կոմիտասին հետ, Կատաբենդին հետ, Քարնեգին հետ եւ քու առաջին ներշնչումը եղած Հարութ Բամբակյանը։ Գիտեմ, որ հետը երկած է սփեմերու վրա արդյոք կփապակեր կամ երբ է Հակոբ Մգրտիչյանը եւ Հարութ Բամբակյան համագործակցությամբ դեսայերիզմը կամ միասին երբեցայնակրեք։ Վստահ կփապակեմ, մեծ բադիվ է ինձ համար, բայց ընդհանրապես սուտ կլամ, եթե ասեմ երբ է կամ գլա կամ չլար, ինքը բարձավես պետք է առաջարկեմ կամ հա կամ չէ, բայց չի եղած, որ որևէ մեկադեն նյութը լա, ոս մի քանի անգամ դեսնված ենք, բայց այդպիսի առաջարկ իմ կողմից չի ելած, բայց ուրախ կլամ։ Առաջարկը մենք կրգենք, արեք ինչ կսես։ Այո, յալլա։ Հարութը Toronto բիրիկա ուլիսին հոմբիլլա սարեք some fasting չէ այո Մեկում քաշե իրենսը backstage ասանք Հարութը գուտակ բակայից ռակիներուտ մեջ ինչ կան գիտեմ ասել որ single-ներ գուքան որ բան ուրգուզես տեսնեն Հակոբ Մգրտիչյան երկիչը Ուզեմ ավելի գետրոնալ անձնական երկերու որի մեջ ես շատ զույլ եմ որովհետև ինչ բանով այսինքն Անձնական երկերու Անձնական իմ անձնական երկերս ունենամ Թունհորին օքեյ Թունհորին ես քրես Թեգուզ ես չի հորինեմ բայց այսինքն բար երաշտություն հոս լեցուն պրոֆ park բանաստեղծներ կա երաշտություններ կան եւ այլն գծկտիմ որ հիմա at քայլին որ ունենամ իմ անձնական երկերս իմ այսքան դարվային փորձառությունս իմ Ոճս արդեն տնեմ իմ անձնական երկերուս մեջ։ Աբակայից ծրագիրներ երբ որ վերարտարնանք Կանադայի մեկ ամիս վեճ արդեն ունենք Հոմենտմենի առաջին River Cruise-ը, որ պիտի երկեմ հուլիսին Վիեննա պիտի երթանք, հոն ելույթ պիտի ունենամ նավի մեջ։ Հետո արդեն Հայաստան ենք, արդեն 3-4 ամիս այնքան պիկ է հարսանիքները բոլոր Երգիներ են գուքան Հայաստան կպսակվին գիտեք Լիբանան ունին բարանտես նոր տարվա մի քանի առաջարկ ունին դեռ վերջնական չենք համացանած որևէ մեկուն է բայց ջոխ է այս տարի կրնամ ասել Ագան սպահած which is good լավ նշան է Կանադայի դպավորություն հիմա գիտեմ որ ծմերը եկար գաղանտին Տորոնտոյի եւ առաջին Կանադա գալը դեր ամենալավ ատենը Կանադա այցելերու Եկան են օր դարվա զով էր քիչմը Քիչմը 3 անգամ սայցը լավ է ֆամը չեղավ Եկան մեկ ամիս դեր ձունգերս գբային գոր չէին Ոմրաս քնտային գոր դրակը Բայց շատ լավ էր, շատ իրական շատ լավ էր Գիտես ամենալավ բանը ինչ էր նոստալգիան ապրեցը Այնքան ընկերներ գային հոնալ կարծեմ 10 օրվա ընթացքում արդեն sold out եղավ եւ մտան է արդեն սրահ որ պիտի սկսես առաջին երկով այնքան ծանր էր at սերը at կարոդը մարդոց տեսա որ Բادرազմենի վերջ չէի տեսած նույնիսկ մարդիկ 10 ընկերներ ունեի որ բادرազմեն արած սկերիելեր էին 15 տարվա մասին գխոսենք որ չէի տեսած շատ ընկերներ ունեի Լիբանանեն արդեն իրենք հաջախորդ էին հետո ընկերներ դարձանք շատ սկացական բախ at 3-4 ժամը որ ապրեցա աննկարագրելի է շատ հաջող բարանտես էր Փարքաստո եւ նույն at ինչ որ սկացի ես վստահ եմ հիմա Մոնտրեալ ալբիդի ապրիմ at վարյանները at մի քանի ժամը ադոր շատ խանդավառված եմ Վստահ
Եվ գարանտի գնեմ որ այս անգամ սահելու բապմություն չլար, ցույները ամեն հալած են։ Գերանագի ինչպես է դու։ Բարեփոխտապար արևոտ է ասվի քանի օրը, գարձեմ թե պետք է պենում գարշերով գլը։ Աս երկերը գորը ժակետ փեր, չես դեր ինչ կլա։ Այո, երկու շաբթի, այսինքն ինչ է, մեկ շաբաթ առաջ շատ բաներ, բայցար արևոտ դակեր բան, աս 5 շաբթի օրվան է սկսյալ զովանալու, սկսավ ժակետ պետք է, բայց սկի հակուս չի բերեմ այսինքն։ No, մեկ չգա։ Չես գիտեր, արեք մայիսին մենք ցույնա դեսած ենք ի ժամանակին, Ես ամենակարևորը սահելու դեմ գոշիկ մարնեմ, գարանտի։ Ալիգա գարանտի գնեք որ չես սահեր, ագոբ։ Եվսի նոն բանգա, ավոր լիբանանյան ռեստորաններ կան։ Ալիգա ասի, բայց վերջինս 5-6 տարին միան թե լիբանան ջաշարանգը բացի որ շաուրմայի եւ շիշլավի։ Լավ է, այո, բայց փորի համարա լավ չէ կարծեմ թե։ Եվ զավեն կարծես դու գսիրես փորդ։ Հա? Բավական, այո։ Ելա, իրար։ Կարծեմ 6 օր իրար դենք։ Գլա։ Եվ քեզի մեկ երկու դեղա գդանի մավոր։ Մեկ շաբաթ կմնաս կոր կընտրեմ, չէ՞։ Մեկ շաբաթ մնամ հատկան ընկերներ ունիմ, հասկականներ ունիմ, ժամանակից, yəni անգարելի էր 3-4 օրվա մեջ բանն էի։ Okay. Ասնեի դեսնել բոլորին, ադորամարսի երկարացկեք իմ վերադարձս, մեկ շաբաթ պիտ մնամ, Երանի ավելի գարենայի մնար, բայց հուս կորձեր ունիմ, չենեկ ուզեի շատ մարդ կա, Թորոնտոյեն մարդիկ կա վիդի կամբարան տեսին, Շատ ավոր, միտ դեսիր ես փորը գսիրեմ արեքը ինձ մի ավելի գուդ է, ինձ մի ավելի նիհար է, պանին աս նիհար վիճագեմ մինա էր։ Երեք ոքի է, Շատ ավոր, հագոբ անգամ եվս շնորհակալություն որ գրծար միանալ մեզի այս առավոտյան, արդեն ասմեք խոսակցությամբ հարազատ կսկանք եւ անհամբեր կսպասենք այս ուրբաթ երեկոյան եւ կոնե ասած մի քանի դարի հետ որ երկերդ ունգընտրած ենք արցանց կամ ռադիոներեն վերջապես գենտանի երաժշտությամբ պիտի կարողանանք վայելել քեզ առաջ անգամ լալով լավալի մեջ Մոնտրեալի մեջ եւ հպտանշական վագանում ասեմ ասկսանին որ մայիս 20-ի արիտով է ուրեմն սերունգինտերները ինչպես հագոպը չգարաջեսավ Դերերը կրեթե սպանած են, եթե արիթ ունիք եկեք հրամեցեք, հագոպ անգամ եվս ցայնտ անսպար վաստ տնդար։ Շնորհակալություն որ հյուրընկալեցիք ինձի համար մեծ ուրախություն էր։ Եվ նույնպես հարազատ կսկամ թե քեզի զավեն թե քեզի արեք եւ ինքնից օրենք դեսնի։ Ճիշտ այդպես։ Ուրեմն սիրեներ մնացեք մեզ հետ կվերադառնանք փակելու համար մեր հայտակիրը հաջորդ ընդմիջումն 1051 Mike FM Այգետրոնի ցան ռադիո հայտակիրը գտնանք ունտրել ուղիղ ամեն շաբաթ եւ գիրագի առավոտյան ժամը 7:09 105.1 Mike FM ալիքով նաեւ միանալով mikefm.ca գայքեչին եւ կամ որևէ փչիչային հեռացայինի ծրագրայինով հետևեցեք մեր ընկերական էջերը Facebook, Instagram and YouTube մեր հայտակիրները կգտնանք գտնել Spotify եւ Apple Podcasts հարթակներում վրա Եվ այսօրվան մեր հայտակիրը հասավ իր ավարտին սիրելի ունգընտիրներ ուրախ ենք որ անգամ եւս կարողացաք միանալ մեր հայտակիրին հիշեցնելու համար մեր այսօրվան հայտակիրը ինչպես մեր նախորդող հայտակիրները պիտի դեղատրվին Apple Podcast, Spotify եւ YouTube podcast հարթակներում վրա ներեք երբ պիտի դեղատրենք Շատ շուտ Բավական դեղ գասին Չեսին Apple Podcast-ի Spotify-ի վրա ինչ-որ Այո, լեցու մարդիկ աշխարհին 4 կոմեն մեզի գունգետրն Շատ ավոր Եվ սերունգետիներ, եթե չեք բաժանորդակրված, համը չէ, ստացեք, հավանեցեք, տարածեցեք, բաժանորդակրվեցեք, որ մեր ցայները ոչ թե միան շաբաթ առավոտները լսեք, այլև ամեն օր, եթե ուզեք
Ուրեմն սերունդներ ունենք մեկ-երկու ցանցներու վերհիշեցման հայտարարություններ, մեկը վաղը երեգոյան, ինչպես նախաբես ասած էինք, որ Parti Québécois ղեկավար Paul Saint-Pierre Plamondon վիրի ներկա գտնվի Սուրբապ ասկային վարժարանի Պասեմաջան սրահին ներս երեգոյան ժամը 6-ին ուր դեղի բդենա ժողովրդական զրույց town hall ծևով նախաբես պետք է արձանագրեք ձեր անունները ուրեմն գնաք երթալ Québec-ի հայտարարի հանձնախումբի թիմարդրի էջը եւ արձանագրվել ձեր անունները ինչպես որ գրված են ձեր անձնակրիներու մեջ այդպես պետք է գրեք անշուշտ արեք նորեն հիշեցնելու գարիկը գա չէ որ ուրբաթ երեգոյան դեղի բլենա Հակոբ Մգրդիչյանի խրախճանքը որ քրեթե sold out է which is good այո ուրեմն հիշեցնան նորեն տիկետների կետե չգարած now's the time եթե ուշ եւ դողանցքը մայիս 28-ի դողանցքը արեք ավարտական դունենա գերագի մայիս 31 ժամը 12-ին դողանցք եւ տաշտանտես ընդանեկան ընկերական ընդանեկան Յոխ մտնոլորտ այո շատ ճիշտ ասելով սերունդներ ցեզի գմախտենք արի շապատավերջ ուրախ գերագիմը հուսանք որ օտը արևոտ լա եւ անցրևենք ճիշտ այդպես բանը կարունը քիչ ավելի վայելենք ամառը վայելենք երկար եղավ այս տարի Միմորնակ մեզի միանալ ամեն շաբաթ եւ գիրագի արևոտյան ժամը 7:30 905 Mike FM-ով կամ mikefm.ca կամ սրելունիներ եթե ինքնաշարժի մեջն եք կամ ռադիո չունիք դունը կամ ծեր հեռացանով եք ո՞ր մեկ փչեչայինի ծրագրայինով ռադիոյի փչեչայինով ես ռադիո կորզած եմ ադներ որը գնաց նույնիսկ ցայնակրել արձանագրել ռադիոյով so ուրեմն միմորնակ նաև հետևիլ մեր ընկերական ցանցի էջերը YouTube Instagram Hello Apple Podcast Facebook YouTube Spotify Ամենը ամենը ճիշտ այդպես ուրեմն սերներ այս հրավոտ ցեզի հետ էին Զավեն Դեսակյան Արեկ Կուշյան ցեզի մաղթելով ուրախ շաբաթավերջ եւ հաջող շաբաթ Արիոլ 105.1 Mike FM. We rock in different languages.